ողջույն սիրելիներս, ես սկսում եմ նոր տեսանյութ և սկսում եմ այս նոր տեսանյութը Էրիկիս նվերով։ Բացում ենք նվերը, ես արդեն իրեն տոպրակից անջատել եմ և տեսնենք, թե ինչ կա ներսում։ Ներսում ունենք գիրք, ուղեցույց, այսպես, տեսեք, այստեղ հետևում կա ուղեցույց, թե ինչպես պետք է հավաքվի, ինքը բրոշուր է, այսպես իր բոլոր, ես երևի թարսեմ ձեզ պահում, այսպես պահեմ ձեզ համար ավելի ճիշտ կլինի, տեսեք յուրաքանչյուր թերթիկը, ջրային լիլայի, ոնց պետք է հավաքվի, այստեղ ինքը դառնում է լուսամփոփ։ Հիմա տեսնենք ոնց ենք հավաքելու, էլ ինչ ունենք ներսում ունենք ևս մեկ այսպիսի գիրք, արտադրության մասին, ինչ է, որտեղ է արտադրված, USB ունի, մի խոսքով, իր դետալների մասին է, այսպես, այստեղ ունենք ուրեմն պտուտակահան, տեսեք, մի րոպե բացեմ, հանեմ մեջից, այսպիսի, ինչ են ասում, ֆիգուրնի, հայերեն ոնց ենք ասում, մի խոսքով, ձևավոր պտուտակահան ունենք, նույն ինքը ատվյորտկան, այստեղ ունենք սրանք, ինչ-որ կպչուններ են, տեսեք, սա այսպես, սրանք էլ սև գույնի, էլի 3 հատ այդպիսի, չգիտեմ, ինքը կպչուն է, թե ինչ է, չեմ կարող ասել, սրանք դնենք այստեղ, որպեսզի մանր դետալների մեջ չկորի, ինչ է վրան գրված, բան չկա, ինչ-որ թվեր են, սա մեզ հիմա պետք կգա վստահեմ պտուտակահանը, և այստեղ տեսեք լույսի միացման համար հատուկ լույսեր են, դիոդային լույսեր են, LED լույսեր են, ժապավեն է ավելի շուտ, տեսեք, LED ժապավեն է և իր այս լույսը միացնելու հարմարանքը, ինչ են ասում, այստեղ ունենք իր նկարը, որ տեսակ իր տուփի վրա արդեն կար, գոյություն ունի և հենց այս նկարի շուրջ էլ ամեն ինչ կատարվելու է, սա հետնամասն է լինելու, հիմա, էլ ինչ ունենք այստեղ, սիրելիներս, Էրիկ ջան, որ խնդրեմ ինձ մի հատ մկրատ կտաս, Էրիկը կողքս է կանգնել, որպեսզի ինձ օգնի, տեսնեմ, սա այսպես է բացվում էր, սա այսպես բացվում է, մի րոպե տղես, կարող է այսպես լինի բացել, չէ, արի չտանջվենք, մկրատով բացենք, մկրատի օգնությանը դիմենք և տեսնենք, թե ներսում էլ ինչեր կա, սա զգուշությամբ պետք է բացվի, որ հակառակ կողմից չթափվի այս, ասեք այստեղ մանր մունր, սրանք էլ են էլի ինչ-որ կպչուններ են, այս սրանք, սրանք ինչ են կոչվում, բուքինգ, ինչ, բուքինգ, ինչ-որ մի անուն ունի, սրանց մի բան ասում են, տեսեք, սա էլի երկրորդը, գիտեք, երևի սա էլ դնեմ այս տուփի մեջ, սա հանեցինք և տեսնենք այստեղ ինչ կա, այստեղ ունենք, ինչա թուղթ են ասում, Վահան, ինչ են ասում են, որ շուշաթուղթ, հայերեն ինչ է, նաժդաչնա բումագա, ինչ ենք ասում, մի խոսքով, պապիկը շուշաթուղթ էր ասում, հայերենը չեմ կարողանում հիշել, սա փայտից, ինքը ամբողջությամբ փայտ է սիրելիներս, ինքը փայտից է, տեսեք, միայն ներկված է,
սա այսպես, տեսեք, սա մեկ դետալ, սա երկրորդ դետալ, իրենք անջատվելու են, տեսեք, դուրս են գալու, բոլորը այստեղից այսպես կոտրվելու են, շատ զգուշ պիտի դուրս բերենք, որպեսզի չխախտենք, հա, սա տերևներն են, հավանաբար, ոնց ես հասկանում եմ, սա ևս, տեսեք, երկու կողմանի է, մեկ և այսպես երկրորդ կողմը, ունենք այսպիսի դետալ, մեծ դետալ է, սա չգիտեմ ինչ է, բայց սա էլ է պետքական, տեսեք ինքը անցքեր ունի, թափանցիկ է, չգիտեմ ինչի համար է, երևի պիտի գիրքը նայենք, որպեսզի գրքով հավաքենք, հա, սա ջուրն է, հա, ջրի վրայի ինչ-որ, հա, հասկանալի է, սա ջրի վրայի ջուրն է, ավելի շուտ հենց այդ ջուրն է, որ կա, արհեստական ջուր է, սա այսպիսի մեծ դետալ է, անուշիկներս, բայ, այս մեկը դուրս եկավ, տեսեք, այստեղներից ինքը դուրս է գալիս և անցքեր ունի, դե քանի որ դուրս է եկել, այսպես ձեզ ցույց տամ, այս կողքերը մտնում են հավանաբար այն մյուս դետալի մեջ, մի խոսքով ինքը կոնստրուկտոր է և սա, վերջինը սա է, այսպես, հիմա տեսնենք, թե որտեղից ենք սկսելու, Էրիկ ջան, օգնես ինձ սկսեմ, հասկանամ, թե որտեղից եմ սկսելու, հա, սկզբում պիտի հավաքենք ծաղիկները, առաջին քայլը դա է, հələ ներքևում էլ կա տես, մեզ հարկավոր է լինելու մկրատ, հիմա, հա, անջատում ենք այս մեծ ծաղիկները, սրանք ենք անջատում, եկեք փորձենք, այստեղ իրենք համարներով են, և համարները տրված է, ես դրա համար չեմ ուզում խախտել, ես մի վայրկյան անջատվեմ, մի հատ գիրքը ուսումնասիրեմ, միանամ ձեզ, միասին շարունակենք, ուրեմն ժողովուրդ ջան, այնքան մանրաբանիկ, մանր աշխատանք է, տեսեք, սա հավաքեցինք, այսքան Էրիկը հավաքեց, երկու հատ, այսպես հավաքել է, տեսեք, հիմա պիտի նույնից մի քիչ ուրիշ ձևով հավաքենք, հիմա փորձենք դա հավաքենք, հիմա իմ տղան կասի հաջորդը սա էր, ուրեմն երկու հատ էլի փոքր, դե 9 չէ, բոլորը համարակալված են, պետք է համարակալված կարողանաս, ուրեմն այսպես, հիմա մեկը դնում ենք այստեղ, ուրեմն տեսեք, այստեղ անցքեր կան, այս էլ տեսեք, փոքրիկ ոտիկ ունի, որ պետք է մտնի հենց ուղիղ այդ անցքի մեջ, պետք է այնպես անենք, որպեսզի հանկարծ չկոտրենք այդ փոքրիկ ոտիկը, մի խոսքով դժվար, բայց ես սիրում եմ, ահա, սա մտավ, տեսեք, մեկ, հիմա սա, իրար դեմ դիմաց պիտի լինի պարզապես, այնպես անենք, որ չկոտրվի, ես միայն դրանից եմ վախենում, որ ինքը կարող է կոտրվել, չպետք է դժվար մտնի, որովհետև ես եմ սխալ մտցնում, չեմ կարողանում, մյուսն էլ հանեցի, մի խոսքով անուշիկներս հիմա պիտի, հա, սխալ տեղից էի աչքիս մտցնում, մեկ, երկրորդը, ահա, սա էլ մտավ, տեսեք, սխալ տեղից էի մտցնում, չէր մտնում, հետո, հաջորդը պետք է վերցնենք D9, տեսեք, այստեղ պիտի գտնենք, հիմա, թե D9 որն է, մի րոպե,
Այ D9 վստահ եմ դուք կձանձրանաք, սա է D9, սա D9 է, հիմա շատ զգուշությամբ պետք է անջատել, չէ, դժվար չէր դուրս գալիս, այս կողքից մի խոսքով ով ունի, այսպես ասած, հանգիստ նյարդային համակարգ, սա իրենց համար է, հետո սա դնում ենք այստեղ, տեսեք, հագցնում ենք սրա մեջտեղով, մոտեցնեմ, ահա, տեսեք, սա պետք է այսպես դրվի, ահա, տեսնեմ ոնց եմ սա դնում, ինքան էլ բարդ է, չեք պատկերացնի, պետք է սա մի օրում բնականաբար չի հավաքվի, չեմ պատկերացնում, որ մի օրում, ահա, սա էլ մտավ, ախ ես ձեռքերս բարձր եմ, փաստորեն պահում, դուք չեք տեսնում, ահա, սա մտավ, հաջորդը, վերցնում ենք D10, հաջորդը վերցնում ենք այստեղից D10-ը, սա D10-ն է, ահա, սա այստեղից արդեն դուրս էր եկել, սա պետք է տեսնեմ, ինչպես ենք սա դնում D10-ը, սենց, այսպես, թե այսպես երևի, հա, չէ, այսպես չի, մի րոպե, մենակ թե ես սխալ նախորդները դրած չլինեմ, հա, D10 է սա, ստեղ է սա D10, տեսնեմ, ժողովուրդ ջան, վստահ եմ դուք արդեն իմ փոխարեն ձանձրացաք, անջատեմ, մի քիչ հավաքեմ, նորից միանամ ձեզ ցույց տամ, հա, ահա, որ դուք չձանձրանաք, ժողովուրդ ջան, ես սրանք երեկվանից սարքեցի, այսինքն երեկ չեմ սարքել, երեկ մեն հասկացա, թե ինչ պիտի արվի, տեսեք, այստեղ յուրաքանչյուր մոդելի վրա, բացի այն, որ այստեղ կան թվերը, տեսեք, այստեղ իրենց վրա էլ կան փոքրիկ թվեր, 1, 2, 3, 1, 2, 3, որտև թերթիկների վրա էլ կան, տեսեք, ձեզ ցույց տամ, տեսեք, թերթիկներն էլ են համարակալված բոլորը, այսպես պահեմ, 2, 3, 1, տեսեք, 3, 2, 1 և յուրաքանչյուր այս թերթիկի, ինչ են ասում, մի խոսքով սրա մեջ, բույլի մեջ մտնելուց ինչ են ասում, մտնելուց պետք է նայեք, թե որ համարի, ասենք, երկրորդ համարի թերթիկը պետք է մտցնել երկրորդ համարի այս կոնստրուկցիայի մեջ, մի խոսքով բավական դժվար էր, բայց որ սովորում ես, ասում են գծի ես ընկնում, արդեն շատ լավ գեղեցիկ ստացվում է, այսպես, 3-ը մի նման են, 3-ը բոլորը մուգ մանուշակագույն են, 2-ը բաց մանուշակագույն են և 1-ը տակը միայն մանուշակագույն է մուգ, վերևը բաց մանուշակագույն, այսպես ստացել եմ այս ծաղիկները 1, 2, այստեղ տալիս է, որից քանի հատ պետք է լինի, տեսեք, սրանից պետք է 3 հատ լիներ, սրանից պետք է 2 հատ լիներ և 1 հատ պետք է սրանից լիներ, այս սրանից, ես ինչ անում իմ հեռախոսը, այսպես Վահանը քնած է, դրա համար եմ ցածր խոսում, հիմա տեսնեմ մյուս ինչ է լինելու ու նորից ձեզ հետ կմիանամ, ժողովուրդ ջան, ուրեմն հասել եմ մի հատ դժվար պահի, որ առանց Վահանի օգնության չէի կարող, լույսի անցկացնելն էր, այս ինչ են ասում, LED լամպեր են, հա,
այս LED լամպերը, քանի որ ինքը լուսամփոփ է, ինքը պետք է անցնի կամրջի տակով, սա կամուրջ է, ես կամուրջի մի հատվածը կոտրել եմ, բայց կպցրել եմ նորից, այնքան նուրբ են, շատ նուրբ է, ժողովուրդ ջան, շատ լավ լույս է տալիս, արդեն միացրել ենք, շատ այսպես, տեսեք, հոպ, ինչ վառ լույս է, չէ, իմ միջայլոց շատ մանրաբանիկ, ինչպես մեր հարևանուհի Գոհարն է ասում, Գոգջան ողջույն, մանրաբանիկ աշխատանք է, այսպես, հիմա տեսնենք Վահանը ինչքան կկարողանա, այստեղ պետք էր տղամարդ և մի քիչ էլ հասկացող, էլի ես հոսանքալարերի հետ ընդհանրապես երբեք ոչ մի անգամ կապ չեմ ունեցել, Վան, դրա այդ երկրորդ հատվածը ինչի համար է, ես տենց էլ չհասկացա, հա, այսա, որ տեսեք, սա կոտրվել է, ես փակցրել եմ իմ կլեյներով, գիտեք, են թափանցիկ, թե սա որտեղ է, ինչի համար է, ես այդպես էլ չհասկացա, ստացվում է Վահան ջան, այստեղ գրքի մեջ կա, բայց այնքան անհասկանալի է տրված, հենա Վահան ջան, վերևում էլ է տալիս, սա է երևի, այսա, չէ, what is this, ինչ էր, կողերով է ինչ-որ, սա էլ էլի կողերով չի, այսա, հենց չէ, ոչ էլ համար կա, H2, պիտի գտնենք H2-ը, այն մեծի վրա երևի լինի, կամ մեծ կանաչի, այդ մեծ կանաչի, H2-ը հանել եմ ես, չէ, Վահան ջան, սա է H2-ը, H1, H2-ը կամուրջներն էին, այնքան դժվար աշխատանք է ժողովուրդ ջան, լավ, հələ տեսնեմ Վահանս, չէ, այսի C1-ն է, C1 այդ, հա, լավ, հեսա Վահանին օգնեմ գտնենք համարը, կմիան, ջան, վերջ համատեղ ուժերով, Վահանի հետ միասին հավաքեցինք, այսպես, տեսեք, ինքը լույս է վառվում, այստեղ ինքը ուներ, այսպիսի, ինչ են ասում, մոլբերտ ուներ, նկարչական մոլբերտ կար, տեսեք, այս մոլբերտը տակի, սա չեմ արել, սա չտեղադրեցի, որովհետև անդադ կպնելու ենք ընկնի, դրա համար էլ դա թողեցինք, չենք հավաքել, այսպես, այս էլ մեր լուսամփոփը, ասեք, որ գեղեցիկ է, սիրուն է, չէ, կդնեմ իմ սենյակում, սիրուն, իմ տղայիս նվերը, այսպես, սա չէի կարող չնկարել, բայց բնականից այնքան ուրիշ է, չեք պատկերացնի, ես ամպերը սենց Արարատի կողմեն դեպի գալիս, մի հատ տեսեք, ու Արարատը, հեռախոսը այդքան հզոր չի կարողանում ներկայացնի, տեսեք, այնքան գեղեցիկ է, էլ ասելու չի, հնարավորինս մոտեցնեմ, հա, այսպես, էլի կարող եմ, բայց գրաֆիկան վատանում է ավելի,
Այսպես էի ուզում էլի։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Մի քիչ էլ սարսափելի։ Այս ամպը լավը չի դուրս չի գալիս։ Շոտ սև ամպա։ Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր, տարեդարձ է մեր Վահագին, տարեդարձ է այսօր։ Ճապ 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 ճապ։ Ապրես, մեր կուկուն քնած է, մենք դրա համար կամաց ենք երգում։ Ողջույն սիրելիներս, ողջույն, ես գնացել էի այսօր Երևան մոլ։ Վահանն է ողջունում, ասում է ողջույն, գնացել էինք Երևան մոլ, ասինք տեսնենք ինչ կա, ինչ չկա, առանձնապես այդպես շատ բան չկար, ուղղակի գնացել էինք համել քայլելու, մի քիչ տանից դուրս գալու և բնականաբար Քարֆուրից որոշակի գնումներ եմ արել, ձեզ հետ կկիսվեմ անպայման, ուրեմն դե բնականաբար ջուրը միշտ ենք գնում, այնտեղ շոկ է լինում, մտնում ենք Քարֆուր ու ջուրը վերցնում ենք, եղունգներից գույնն էլ փոխել է, մեզ էլ տեսեք ծայրը բան ա եղել արդեն չացել է, ոչինչ կավելացնենք, հետո լավ, անցանք առաջ, Վահանը իր համար գնել է գարեջուր, 2 հատ այսպիսի գարեջուր, 4 հատ այսպիսի փոքրիկ գարեջուր է գնել, ահա, տեսեք 4 հատ գարեջուր է գնել, և այսպիսի Դոն Սիմոնի իտալական հյութ, սա այսպես, այնուհետև գնել եմ, իդեպ ասեմ, որ Քարֆուրի մսամթերքը և ձկնամթերքը բավական լավն է, գնել եմ 1 կիլոգրամ աղացած միս, յուղոտ չէր, շատ լավ միս էր, խնդրեցի, որ կես կիլոգրամով դնի, Էրիկը շատ է սիրում և բլինչիկի ֆարշ եմ պարզապես պատրաստում, այդ խճողակը, պարզապես այդպես փլավների հետ ինքը սիրում է, այսպես ասած պավլոցկի, հետո գնել եմ, այստեղ ձկնեղեն ենք գնել, հիմա ես փորձեմ բարձրացնեմ, ներող կլինեք, այսպես, ահա, ուրեմն, ինչ եմ գնել, քույրիկս ասում է, լավ չես նկարում, պետքա տենց մի պահի ժողովուրդ ջան, այսպես եմ սովորել, ներող կլինեք, ուրեմն, այս բոլոր ձկնեղենները բավական զեղչվել էին, 1390 դրամ էր կարծեմ իջել, սելդը, ինքը այսպես մանր կտրատած է, իմ ծովախեց գետինները, ունեի էլի տանը, բայց որպեսզի չպակասի, նորից գնեցի 1 կիլոգրամը 6000, չգիտեմ ինչքան է, այնտեղ կա գլխովը 4.5, կա մի քիչ մի փոքրերը 5.5, սա 6.2-ն է, 6200 դրամ է 1 կիլոգրամը, այստեղ 900 քանի գրամ էր ասեց, հա, չէ, 530 գրամ է, ուրիշ տեղ էի նայում, ահա, այսպես, սա այսպես և այս մեկը չհանեմ, այսպես պահեմ, հա, որովհետև ինքը բանով է, բուսայուղ է, թափվում է, և այսպիսի ուրեմն էլի սելդ, բայց ամբողջական է, միայն ֆիլեն, ահա, այսպես, սա այսպես, հետո, այս ինչա սա Վահանն ա վերցրել, հա, այս խառը ընդեղեն է վերցրել, տարբեր ընդեղեններ է, սա է վերցրել, հետո ես վերցրեցի ինձ համար ուրեմն խմելի սունելի, մեծը կար, բայց մեծը չվերցրեցի և ուրեմն բարբարիս եմ վերցրել ուզբեկական փլովի համար, հետո 2 հատ վիլեդայի սպունգ եմ վերցրել, շատ լավն է, շատ երկար է օգտագործվում, շատ լավ ինքը լվացվում է, շատ քիչ է իր վրա պահում բակտերիաները, ահա, հետո, այստեղ Վահանն է սա իր համար վերցրել, ելակ և թուզ, շատ համեղ է, շատ փխրուն ու շատ համեղ է, ֆրանսիականն է, այստեղ վերցրել եմ լապշա, այսպիսի ճաշիկների մեջ, սուպիկների մեջ ավելացնելու համար լապշա, ես շատ եմ սիրում իրենց լապշաները,
Ահա, հետո այս ֆինի չուպաչուպսիկներն ենք վերցրել, մի հատ էլ կար, ահա, ելակով եւ սերուցքով, սա էսպես, հիմա մյուսն էլ բարձրացնեմ, ահա, հիմա տեսեք, թե ինչ եմ գնել, վաղանը ծիծաղում է իմ վրա, գնել եմ ծաղիկների համար ցնցուղ, այսպիսի փղիկ եմ գնել ժողովուրդ ջան, ասեմ, ես ծաղիկները ջրում էի սովորական տարայով, են ջրի շշերով էի ջրում, պահել էի մեկը, բայց շատ էի վախենում, ասում էի հանկարծ մի օր Էրիկս պատահաբար չվերցնի, իհարկե առանձին էի պահել, որովհետև մեջը միշտ քիմիական նյութ եմ լցնում, հավելում, որ բույսերը լավ աճեն, շատ էի վախենում, ասում էի հանկարծ որքան էլ որ ողողում ես, միևնույն է, ու որպեսզի չընկնեմ այդպիսի մտածմունքների մեջ, գնեցի այս փղիկին, տեսեք ինձ լավն է ինքը, այսպիսի փղիկ գնեցի, որպեսզի ծաղիկներս ջրեմ, իմ ծաղիկները շատացել են օրորի, շուտով ամարիլիսս կծաղկի, կարծեմ ամարիլիս է, եթե չեմ սխալվում, մի հատ կնայեմ ձեզ կասեմ, ահա, Վահանը գնել է ձեռնոցներ ռետինից, մեքենայի մեջ պահելու համար, բայց տան համար էլ կպահեմ, ես էլ եմ օգտագործում այսպես, հետո գնել եմ այս շատ իմ ամենասիրելի բրինձը բասմատի, սա պրեմիումն է, կար պարզապես բասմատի, սա պրեմիումն է, շատ լավն է, շատ, այսպես, հետո մի հատ էլ այս ընդեղենից, այսպես, հավանաբար զեղչվել է, որտև դրանք բավական թանկ են լինում, մենք առանձին ենք շրջում, Վահանը առանձին սայլակ է վերցնում, ես առանձին սայլակ եմ վերցնում, հետո հանդիպում ենք, լցնում ենք միտեղ, արդեն կասայի մոտ հանդիպում ենք իրար, դրամարկղի մոտ, այնտեղ արդեն լցնում ենք բոլորս միտեղ, հետո այսպիսի հյութեր ենք գնել, նռան և բալի հյութ, խառնուրդ է և սա էկզոտիկ է, մուլտի, տեսեք, արքայախնձոր, կիվի, passion fruit, լայմ և նարինջ, այսպիսի խառնուրդ է, բավական համեղ է, հետո սուրճ ենք գնել, կա բաներ, որ Վահանը գնել է, ես չեմ տեսել, օրինակ սուրճը չէի տեսել, որ գնել է, և արևածաղիկ, մեկ երեկոյան սովը ընդհանրապես կանանց համար առողջարար է, օրական 100 գրամ, 50-ից 100 գրամ արևածաղիկը միջին տարիքի կանանց համար շատ պետք է և կարևոր է, այսպես անուշիկներս, հիմա կտրոնն էլ ձեզ ցույց տամ, մեկ վայրկյան, իմիջիայլոց մեջքս բռնվել է, լավ է բռնվել, բայց դե սեդան տանը մնացողը չի, մեր առևտուրը կազմել է 22,061 դրամ, խնդրեմ, այսպես անուշիկներս, սա էլ այսպես, դե ինչ, այսօր այստեղ ասեմ ձեզ առայժմ, մաղթեմ լավագույնս, բարի գիշեր, խաղաղ երկինք, պայծառ լուսաբաց սիրելիներս և թող ամեն բան լինի Աստծով, Աստծո օրհնությունով, սիրում եմ բոլորիդ, ասում եմ առայժմ։ Ջան, բարի օր։ Ուրեմն առավոտյան արթնացա, որ ձեզ համար նկարեմ։ Ծաղիկը այս վիճակում էր, կոկոն վիճակում էր։ Կարծեմ ամարիլիս է կոչվում, եթե չեմ սխալվում։ Կնայեմ մի հատ ինտերնետով ձեզ կասեմ, եւ ուրեմն սա արդեն բացվեց, հենց նոր է բացվեց, Վահանը տեղափոխեց սեղանին, որպեսզի վայելենք այս գեղեցկությունը մի քանի օր, ասեմ այս ծաղիկից մենք ունեցել ենք շատ վաղուց, ես դեռ ծնված չեմ եղել, մամաս հարս է եկել, այդ տանը եղել է, պապիկենցս տանը այդ ծաղիկը կար, ու մինչև ծնողներիս մահը, մամայինցս մահանալու տարին, 23 թվին, երբ մամաս պառկած էր տանը, պատուհանը բացելուց ծաղիկը շուռ է գալիս և այսպես երկու ծաղիկ ծաղկած կոտրվում են, մի քանի ժամանակ անց մահացավ պապաս, հետո
13-րդ օրը մամաս, գիտեք արդեն այս պատմությունը։ Ու ինձ համար այնպես սենց շատ կարևոր էր ունենալ այդ ծաղիկից։ Ու Վահանս մի օր բերեց։ Մի օր չէ, մի 2 շաբաթ առաջ է բերել, փոքր էր թուփը, ժողովուրդ ջան։ Մամայիս թուփը այսքան մեծ չէր։ Մամայիս թուփը կարճլիկ էր, բայց ծաղիկները միշտ այսպես իրեն կամ զույգով են տալիս, կամ ավելի շատ փնջով են տալիս։ 4, 5, 6 տալիս են ճյուղի վրա, մեծ փնջեր։ Մերը միշտ 3 ծաղիկ է տվել։ Մամայիս ծաղիկը միշտ 3 ծաղիկ է տվել մի ցողունի վրա, բայց ունենում էր նաև 2 ցողուն, մի 3 հատ էլ նրա վրա էր լինում։ Ու ամեն դեկտեմբերին, հունվար ամսին, երբ նոր տարուն մեր տունու արդ էր գալիս, հյուրեր էինք ընդունում, մամաս միշտ վերջում ասում էր՝ մի րոպե, մի գնացեք, սյուրպրիզ ունեմ ձեզ համար։ Վարագույրը քաշում էր ու իր ծաղկած ծաղիկը ցույց էր տալիս։ Ինքը հատուկ էր այդ ծաղիկին վերաբերվում։ Այսպես անուշիկներս իմ կողմ չեմ պահում, որովհետև մեջքս սաստիկ ցավում է, ես դեռ դեղեր եմ խմում, ներարկվել չեմ ուզում, տեսնեմ ինչ կլինի, այս գեղեցկության վրա այսպես կպահեմ, կխոսեմ, որ իմ կողմ չթեքեմ։ Իմ հետևորդուհիներից ցանկացել էին իմանալ Անիի ուրեմն կայքը կամ որևէ տեղեկություն իր աշխատանքների մասին, ուրեմն ասեմ Անին ես գրեցի, ինքը ինձ ասեց կարող են ինձ գտնել Facebook-յան իր էջում կոչվում է ուրիշ խաղալիք, հայերենով եւ անգլերենով կարող եք գրել ուրիշ խաղալիք եւ կբերի Անիի էջը։ Անին զբաղվում է ոչ միայն խաղալիքներով, ոչ միայն տիկնիկագործությամբ, նա շատ լավ ճանաչում է մեր նախշազարդերը, գորգերի, այն հագուստները, որ այսօր մեր բալիկները կրում են նռան պատկերով եւ այլն, հերքված է, որ դա հայկական է, դա հայկական չէ, նուռը օգտագործել են որպես այսպես ասած խայծ մեզ համար, որպեսզի մենք այդ խայծը կուլ տանք եւ մեր երեխաներին գնենք թուրքական կտորներով արտադրված հայկական նախշերի հետ ոչ մի աղերս չունեցող հագուստներ, սփռոցներ եւ այլն։ Մտեք Անիի էջ եւ կլսեք, թե նա ինչ գրագետ աղջիկ է, ոնց է պայքարում այս անօրեն արարքների դեմ, սիրելիներս։ Այսպես սա էլ իմ դեղն է, Վահանի ընկերն է տվել, տեսնեմ հետն էլ ցավազրկող եմ խմում, տոնածառս հավաքել եմ, մաքրել եմ, դեռ չեմ տեղավորել, այսպիսի տուփի մեջ եմ ամբողջը լցրել, մեկն էլ արդեն ամբողջ զարդերով հավաքվել է, մնում է տոնածառը դնենք արդեն պատշգամբում, ու պատշգամբի պատը ամբողջությամբ մաքրել է պետք, որովհետև ես այս տարի փակում եմ մեր աղունիկների ծննդատունը, վերջ, ժողովուրդ ջան, ամբողջ պատը կեղտոտել են, ամբողջ պատը, դա որդի կամ չգիտեմ ինչ որ մանր բլոջների բույն կլինի, դրա համար էլ հանում եմ, այնտեղ Վահանի թղթերն են, դուք արդեն գիտեք։ Այսպես անուշիկներս, դե ինչ, ձեզ մաղթեմ լավագույնս, ամենագեղեցիկը այսպես, այսպես, ամենագեղեցիկը ձեզ, ձեր ընտանիքներին, Աստծո օրհնությունը ձեզ, ձեր բոլորին, մեր զինվորներին, Աստված թող հասնի մեզ խաղաղ երկինք անուշիկներս։ Ես էլ ձեզ գրկում եմ, համբուրում եմ, այս անգամ չերևացի էկրանին, ներող կլինեք, բայց սիրում եմ ձեզ, սիրում եմ բոլորիդ, պատասխանել եմ հնարավորինս, բաց չեմ թողել, որքան որ ես գիտեմ, անչափ շնորհակալ եմ, թե գրառումների համար, թե դիտումների համար, թե հավանության համար, անչափ շնորհակալ եմ, սիրելիներս, գրկում, համբուրում եմ եւ ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ է Սեդան, սիրով։